Ողջուններս բոլորիդ իմ սիրելի ժողովուրդ, նաև on-line ժողովուրդ։ Ինչպես միշտ, սիրելիներ, ուզում եմ սկսել Աստվածաշնչյան թանկ տողերից։ Եվ այստեղ գրված է այսպես. Բարձր կանեմ քեզ, ով իմ Աստված, ով թագավոր, եւ կորշտնեմ քո անունը հավիտյանս հավիտենից։ Ամեն օր կորշտնեմ քեզ, եւ քո անունը կգովեմ հավիտյանս հավիտենից։ Մեծ է Տերը եւ շատ օրհնյալ, եւ նրա մեծությանը չափ չկա։ Ազգազգի կգովեն քո գործերը եւ կպատմեն քո զորությունները, քո փառավոր մեծության գեղեցկության վրա եւ քո հրաշալի գործերի վրա կմտածեմ։ Քո ահավոր զորության մասին կխոսեն եւ ես քո մեծությունը կպատմեմ, քո շատ քաղցրության հիշատակը կհրատարակեն եւ ցնծությունով կպատմեն քո մեծությունը։ Սիրելիս, եթե երբևիցե դու լսել ես, տեսել ես Տիրոջ մեծությունը, եթե դու զգացել ես Տիրոջ քաղցրությունը, եթե դու ապրել ես Տիրոջ սրբությունը, ապա ուզում եմ ես քեզ խնդրել մի շատ կարևոր բան, որ այն դու հրատարակես, այն դու պատմես քո կողքինին, այն դու տարածես, մի պահիր այն, գիտես մի տպավորություն է սիրելիներ, որ այն ժամ Տերը տվեց ամեն մեկին քանքարը, այս մի մարդուն էլ տվեց մի քանքար, եւ այս մարդը փաթաթեց այն վաշամագի թաշկինակի մեջ եւ հողը փորեց եւ պայեց այն հողի տակ։ Սիրելիս, այդ բանը դու մի արա։ Ընդհանրապես ես քեզ խնդրում եմ, թե այստեղ նստած, թե YouTube-յան էջում նայողների համար, սիրելիներ, տարածեք Աստծո սրբությունը, տարածեք Աստծո խոսքը, տարածեք Աստծո կամքը եւ Աստծո քաղցրությունը, որովհետեւ այն այնքան հաճելի է մեր քիմքերին, սիրելիներ, եւ ես ուզում եմ ընդհանրապես քեզանից մի բան խնդրեմ։ Ես տեսնում եմ, որ դու նայում ես այս խոսքը, իմ սիրելի YouTube-յան հետևորդ, ով ուզում ես եղի քույրս, եղբայրս, ես քեզ ուղղակի մի բան եմ խնդրում եմ մեծն Հիսուս Քրիստոսի անունով։ Կարծում եմ, եթե այն խոսքը քեզ դուր է գալիս, պետք չէ որ դու կոմենտարներ գրես, որովհետև Աստծո խոսքը հարիշ չէ ինչ որ կոմենտարների եւ քննարկության, թե լավն էր, թե վատն էր, թե ես այն լավ հանձնեցի քեզ, թե ոչ, ես չեմ ուզում այն ասել քեզ։ Կոմենտարների ձերծ պայիր ինձ։ Եթե հարցեր կունենաս, հասկանում եմ, դա մեկ ուրիշ բան է, բայց այն թե գեղեցիկ է ստացվում, թե ոչ, ես դա չեմ ուզում քեզ ասել։ Ուղղակի ուզում եմ քեզ խնդրել, եթե դու հավանեցիր այդ խոսքին, եթե դու հավանում ես այդ խոսքը, եթե դու հասկանում ես, որ այն ճշմարիտ խոսք է, խնդրում եմ քեզ, լայքիր։ Ինչի համար եմ ես քեզ այս ամեն ժամանակ հորդորում եւ խնդրում, երբ որ դու չես լայքում, դու նայում եւ անցնում ես, այն հոգեվոր վիդեոն, այն խոսքը չի տարածվում մարդկանց, սիրելիներ։ Կարևորագույնս այս պիտի տարածվի մարդկանց մեջ, YouTube-յան ամեն մի էջերում եւ երկրներում, եւ այն կախված է միայն քեզանից։ Եվ ես քեզ խնդրում եմ, հորդորում եմ, որ այն եթե քեզ դուր կգա, լսիր ինձ ուշադիր, ես չեմ խնդրում քեզ, եթե դուրս չի գալիս, դա մեկ ուրիշ բան է, բայց եթե քեզ դուր եկավ եւ հասկացար, որ այն ճշմարիտ խոսքն է Աստծո, ապա դու փորձիր այն լայքել, որովհետեւ քեզ նման շատ շատերը կան, որ կարոտ են իսկական հոգևոր հացի եւ կարոտ են իսկական հոգևոր երկնային ջրերի։ Շնորհակալություն եմ հայտնում նախապես ձեզ բոլորիդ սիրելիներ այս ամենի համար։ Եվ մինչդեռ որ խոսքը կուզենամ սկսել, ուզում եմ իմ Տիրոջը երկրպագել։ Սիրելի
թե սերդ ինչպես դու կպես հրաշք սերդ Հիսուս սիրելիս անհուն է ու աստվածային աշտելիս անմկնելի սերը իսկապես դաշնամոտ է սերդ ինչպես դու կպես ճանաչելով քեզ մատնողին սիրեցի նրան նույնիսկ դու աշակերտ կարեկեցի անհուն սիրով դու նրան սիրեցի ու մինչև վերջ այդ սիրո մեջ պահեցի հրաշք սերդ Հիսուս սիրելիս անհուն է ու աստվածային պաշտելիս անմեկնելի սերը իսկապես դաշնամոտ է սերդ ինչպես դու կպես հրաշք սերդ Հիսուս սիրելիս անհուն է ու աստվածային պաշտելիս անմեկնելի սերը իսկապես դաշնամոտ է սերդ ինչպես դու կպես ոնց կպես երբ չկա ներկայություն հոգին մորթու չի կշտանում առանց կենացածի ծարավը չի հագենում առանց կենաց ջրի հոգին մորթու չի կշտանում առանց կենացածի ծարավը չի հագենում առանց կենաց ջրի ով աստված զորության փափագում եմ միայն որ ապրեմ սրբության ջերմական դրացակած և գլուխս ոցված ով աստված զորության փափագում եմ միայն որ ապրեմ սրբության ջերմական դրացակած և գլուխս
խսոցվա Թող պաշտեմ քեզ մաքուր սրտով եւ ուղի խոքով ու բարացրացնեմ անունը քո բարի գործերով ոտքերս թող հաստատ մնա քո ճամփաներում Որ բնակվեմ քո սրահներում ոտքերս թող հաստատ մնա քո ճամփաներում փափաքսե որ բնակվեմ քո սրահներում Ով Աստված օրության փափագում եմ միայն որ ապրեմ սրբության ջերմական ցակած եւ գլուխս օծված Ով Աստված օրության փափագում եմ միայն ջերմական ցակած եւ գլուխս օծված որ ապրեմ սրբության ջերմական ցակած եւ գլուխս օծված որ ապրեմ սրբության ջերմական ցակած եւ գլուխս օծված քո սուրբ յուղովը Խոսք սիրելիս Աստվածաշնչյան խոսք Աստծո բերանից դուրս եկած խոսք Այսօրվա խոսքը վերնագրված է կատարված փափակ այն կարող ես քո մեջ պահել Գիտեք սիրելիներ փափակը մի բան է Երբ որ մարդը փափագած սպասում է ինչ որ մի բանի դա կապ չունի կլինի երկրավոր թե երկնավոր դա կլինի հոգևոր թե աշխարհիկ փափակը ինքը երկրավոր եւ հոգևոր բնույթ է իրենում կրում բայց երբ որ մարդկային փափակը այն կատարվում է դա մարդկային կյանքի երջանկությունն է հավատում ես որ երբ որ ամեն մեկս ունենք փափակ եւ սպասում ենք անհամբեր երբ որ մեկ օր գալիս է եւ դու կարող ես այն քո բերանից արտաբերել եւ ասես Օ իմ Աստված փափակս կատարվեցավ Կլինի այն բժշկություն, կլինի այն հոգևոր, որ դու կորստի ցեղից ես դուրս եկել, կլինի այն պահը, որ դու աշխարհից վերադարձել ես ասուն դա կապ չունի, եւ որ դու այն քո մեջ Գերագնահատում ես այն բառը որպես կատարված փափակ, դա մի գեղեցիկ բան է։ Եվ այսօր մենք նորից կխոսենք եւս Աստվածաշնչյան ինչ որ մեկի մասին, մի քանիների մասին եւ կհասկանանք թե մեր կյանքում իրականում ինչ է նշանակում կատարված փափակ։ Եվ հիմա կարդում եմ Հովհաննեսի ավետարանը 5-րդ գլուխը, որպեսզի հասկանանք թե ինչի մասին է ընդհանրապես խոսքը։ Երկուսի 4-ը։ Եվ ասում է այսպես. Եվ Երուսաղեմում ոչխարած դռան մոտ մի ավազան կար, որ եբրայեցերեն Բեթսայիդա էր կոչվում, որ 5 սրահ ուներ, նրանցում խիստ շատ հիվանդներ կային պառկած, կույրեր, կաղեր, չորացածներ, որ ջրի շարժվելունն էին սպասում, որովհետև Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ վայր էր գալիս եւ այն ավազանը եւ ջուրը շարժում եւ ջրի շարժվելուց հետո նրա մեջ առաջին մտնողը բժշկվում էր ինչ հիվանդություն էլ որ ունենար։ Սա մի շատ հետաքրքիր պատմություն է, սիրելիներ,
Ես ասում եմ, Տեր, անգամ դու այն ժամանակ Տեր Հիսուս Քրիստոսը, որ աշխարհ էր եկել, արդեն քարոզում էր, արդեն բժշկում էր, այն ժամանակում էլ դեռ կար ջրեր, որտեղ որ հրեշտակներն էին իջնում եւ ժամանակ առ ժամանակ բժշկում մարդկանց, շարժում այդ ջրերը։ Ես ուզում եմ, որ դու այս խորհուրդը, մինչդեռ որ ես խոսքը սկսել եմ քարոզել քեզ, այս խորհուրդը հասկանաս, թե ովքեր էին հրեշտակները եւ ինչու էին այն ջուրը շարժում եւ նա ինչ խորհուրդ ուներ իրենում սիրելիներ, այն ժամանակ հին ուխտի մեջ դեռ որ այդ գործողությունը կատարվում էր, հրեշտակ ջուրն էր շարժում։ Ես ամեն անգամ խոսում եմ ջրերից, որ ուզում եմ քեզ ասել, որ այն Աստծո խոսքն է եւ այսօր հրեշտակները շարժում են Աստծո խոսքը մեր կյանքերում։ Այն ջրերն են Բեթսեդայում գտնվող, որ այսօր մեր հոգիներն է շարժում այդ խոսքը եւ մենք ապրում ենք բժշկություն։ Այսօր մեզ չի բժշկում ուղղակի ջուրը։ Այսօր մեզ չի բժշկում Նեհեմանի նման այն ջուրը, որ 7 անգամ կխմվենք ջրի մեջ եւ Աստված տվեց այն խոսքը Նեհեմանին բորոտին եւ կբժշկվենք։ Ոչ, այսօր մեզ Աստվածաշունչն է որպես խոսք բժշկելու Աստվածաշնչյան երկնային ջրերը, մեր հոգիները եւ մեր մարմինները։ Եվ Բեթսայիդան այն մի ավազան էր այն ժամանակ, որի անունը թարգմանված է կոչվում էր Բեթսայիդա եբրայեցիներեն, եւ ես որ թարգմանել եմ այս անունը կոչվում է գթության սրա կամ գթության օրդ կամ ողորմածության տեղ, օրդ գերմաներեն կներեք, կամ ողորմածության մի վայր։ Եվ այս ավազանը այնտեղ գոյություն ունեն հազարավոր հիվանդներ, որ սպասում են այդ ջրի շարժվելունը։ Ես ուզում եմ, որ դուք հասկանաք, այսօր ոչ այն է մեր կյանքում, նույնն է, որ հազարավոր միլիոնավոր մարդիկ են սպասում ջրի շարժվելունը։ Այսօր դու ես սպասում ջրի շարժվելունը, ու ես համոզված եմ, որ այս պահին դու սպասում ես, թե Աստված որ ջրերը պիտի շարժի, որ Աստվածաշնչյան խոսքը պիտի շարժի եւ փոթորկի քո հոգին, որպեսզի քո էությունը ապրի Սուրբ Հոգու խոսքով զորություն եւ բժշկություն։ Եվ այսպես այս ավազանը կրելով այն անվանումը դարձել էր մի անհույս վայր։ Ինչու եմ դա ասում, մարդիկ, պատկերացրեք այդ ավազանի մեջ իրոք հազարավոր մարդիկ էին սպասում այդ ողորմության, այդ ջրերի շարժվելունը, բայց Աստվածաշունչը չի ասում, երբ որ ջրերը շարժվում էր, ամբողջ ընկնում էին ջրերի մեջ եւ բոլորը բժշկվում, եւ այստեղ ասում էր, որ նոր առաջինը նետվեր ջուրը, նա բժշկվում էր։ Սա քեզ խորհուրդ տալիս է ընդհանրապես։ Ով էր այն առաջինը, ով էր նետվում առաջինը ջուրը, ով որ հասցներ։ Ասում եմ, Պողոս Արաքյալը շատ անգամներ է խոսում մրցումներից, ասում է դու ասպարեզի վրա ես եւ հասցրու փորձիր դու առաջինը լինես, որովհետեւ մրցողները բոլորն են, բայց հաղթողը մեկն է, հաղթանակ առնողը մեկն է եւ այստեղ հաղթանակ առնում էր այն մարդը, ով որ առաջինը գցում էր իրեն ջուրը։ Սա մի հետաքրքիր պատմություն է եւ իրապես երբ որ մենք սա փոխադարձաբար հասկանում ենք, որ այսօր ինչ է նշանակում, եթե ոչ նույն ջրերն են, որ այսօր շարժվում են, սիրելիս, նույն ջրերն է, որ հիմա շարժվում է, թե դու առաջինը քեզ կգցես այդ ջրերի մեջ, իմացիր, որ դու ես բժշկվող էակը, իսկ եթե ոչ, պատճառ ունի, ինչու դու ինքդ քեզ այդ ջրերի մեջ գցեցիր եւ այստեղ մենք չենք խոսում քեզանից հիմա այս պահին, այստեղ խոսելու ենք մի մարդու մի անձի մասին, ով որ սպասում էր 38 տարիներ իր բժշկությանը եւ սա մի տառապալի ցավ էր նրա համար։ Նորից կրկնում եմ, Երուսաղեմում այն ջրերը ունեն բժշկության ուժ։ Բժշկության ուժ ունի այն ջրերը, որ իրական Աստվածաշնչյան է։ Բժշկության ուժ ունի այն ջուրը, որտեղ որ իջնում է հրեշտակը եւ շարժում է։ Հասկանում ես, սիրելիս, բժշկության ուժ ունի այն ջրերը, որտեղ որ Սուրբ Հոգին վերցնում է եւ այն խոսքը քարոզում է, եւ այս ամբողջ ուժը կախված է երկնայինից։ Երբեք ոչ մի երկրավոր ջրեր երբեք չեն կարողացել ոչ մեկից բժշկել։ Ես անգամ ասում եմ, մարդիկ ասում եմ, հասկանում եք, որ բժշկությունը լավ բան է։ Բժիշկներին Աստված է ստեղծել, սիրելիս։ Ես չեմ ասում, որ դու երբևիցե չգնաս բժշկի, ես ինքս երբեք չեմ գնում։ Ես ասում եմ, անբուժելի հիվանդությունները իմ մարմնի վրա աճել են եւ վերացել են։ Եվ ես հասկացել եմ մի կարևոր բան, սա իմ անձնական կյանքում, սա ես քեզ խորհուրդ կտամ, բայց
բայց ամենայն դեպս խորհուրդ չեմ տա, որովհետև սա հավատքի մեծ ընձեռություն է։ Դու պիտի հավատաս քո Տեր Հիսուս Քրիստոսին, որ նա է քո բժիշկների բժիշկը։ Դու պիտի հավատաս, որ բացի Քրիստոսից երկրավոր բժիշկները քեզ կբժշկեն։ Քո հիվանդությունը կարող է քեզ ետ վերադառնալ։ Եկեք խոսենք քաղցկեղից։ Ամեն մի հիվանդություն կարող է եւս ետ վերադառնալ, բայց երբ քեզ Տերն է բժշկում, երբ քեզ ջրերն են բժշկում, երբ քեզ բժշկում են այն ջրերը, որ հեշտակը շարժում է, ապա դու այն հիվանդությունը երբեք ձեռք չես բերի նորից։ Դու բժշկված կլինես Հավիտյանս Հավիտենից Քրիստոսի անունով։ Եվ հիմա այն 5 սրաններում լցված էին տարբեր հիվանդներ, ովքեր սպասում էին ջրերի շարժմանը։ Իսկ դու այսօր սպասում ես ջրերի շարժմանը։ Քեզ հետաքրքրում է թե ինչպես պիտի շարժվեն այսօր ջրերը։ Քեզ հետաքրքրում է թե ինչ պիտի Սուրբ Հոգին քարոզի ընդհանրապես։ Քեզ հետաքրքրում է քո սոված տոճորված հոգին, որ այս խոսքով պիտի լցվի։ Ինձ հետաքրքրում է, սիրելիս։ Ես ամբողջ շաբաթն եմ այս խոսքի մեջ, բայց երբ որ այստեղ կանգնած եմ, ես Տիրոջ ձայնս լսում եմ, սա մեկ ուրիշ բան է։ Սա մեկ ուրիշ բան է, երբ որ գրում եմ, բայց մեկ ուրիշ բան է, երբ որ խոսում է Տերը, մեկ ուրիշ բան է, երբ որ հետո ես Տիրոջ ձայնը լսում եմ։ Հասկանում ես դու։ Եվ այսպես դու ուզում ես այս ջրերից բժշկվես, քանի որ ասեմ, մարդիկ հիվանդագար ցավագար մարդիկ շատ են եւ այն ջրերը ժամանակ առ ժամանակ է շարժվում։ Այն ջրերը միշտ չեն, որ շարժվում են, սիրելիներ, սա պիտի դու քո մեջ գիտակցես։ Այն շարժվում է, երբ շարժվում է, եւ ուզում եմ, որ դու հասկանաս, որ այն շարժվելու պահը դու պիտի բռնես եւ բաց չթողնես, այն շարժվելու պահը դու պիտի նետվես ջուրը, որպեսզի դու ապրես անձս բժշկություն։ Անկեղծ վկայում եմ քեզ, ոչ մի ձեռնադրություն իմ կյանքի մեջ չի եղել։ Հավատացած ես քեզ վկայում եմ, Աստծո աչքերը այս վայրում Սուրբ Հոգու ներկայությունը վկայ է։ Եթե ես ստեմ երբևիցե, վայ ինձ, ոչ մի հիվանդությունս չի բժշկվել աղոթքներով կամ ինչ որ մարդկային հոգևորների ձեռնադրությունով։ Ամեն ինչ բժշկվել է, քանի որ ես նետվել եմ այդ շարժվող ջրերի մեջ։ Եվ այսօր ուզում եմ, որ դու դա ստույգ հասկանաս եւ այն ջրերը քեզ համար պիտի շարժվեն։ Դու պիտի թույլ տաս, որ այն ջրերը շարժվեն։ Բայց այսօր ես չեմ քիչ թե շատ խոսում քո մասին, այսօր խոսում եմ մեկ անձի մասին, որ այնքան մեղք էր։ Նա այնքան էր ուզում նետվել ջուրը երկրավոր տեսակետով, բայց նա չէր կարողանում։ Ինչու՞։ Որովհետեւ մենք նաեւ Մենք ունենք երկրավոր այն ժամանակներում այս մարդը կաղ էր, ով որ 38 տարիներ կաղ էր եւ սպասում էր ջրի շարժվելուն եւ չէր կարողանում նետվել, քանի որ նա ինքը չէր կարողանում քայլել, բայց մեկն էլ չկար, որ ուղղակի նրան բռներ եւ գցեր ջուրը։ Ինչ ես կարծում այսօր, ից հետո մեր հոգևոր կաղությունն էլ նույնը չէ։ Դու տեսնում ես ջրեր շարժվելով, դու հասկանում ես, որ սա ճշմարիտ Աստծո խոսքն է, սիրելիս, բայց դու չես նետվում ջրերը։ Դու հասկանում ես, որ հնարավոր չէ, ես անկեղծ ասում եմ, սիրելիներ, ես ինքս եմ բացում YouTube-ը եւ ես էլ եմ ուզում իմ սրտի համապատասխան ինչ որ մեկի բերանից քարոզչություն լսեմ, որպեսզի իմ հոգին էլ մեկ կերպով կարողանա ապրել։ Բացում եմ, թեշտում եմ, հասկանում եմ, որ չկա այնտեղ կենտանի խոսք, եթե կա, ապա շատ քչերն են։ Եվ այսպես դու պիտի հասկանաս, թե որն է քեզ համար կենտանի ջրերը, դու պիտի հասկանաս, որն է քեզ համար կենտանի աստվածաշնչյան խոսքը, վերջը այս մարդիկ ինչ են քարոզում։ Ինչ ջրեր են մեզ տալիս, ստիղմացած ջրեր, մաքուր ջրեր, հոսող ջրեր։ Եվ այստեղ կհանդիպեի տարբեր հիվանդություններ, բայց իրականությունը իրենում կրում էր մինիմալ հույս։ Այստեղ սիրելիներ, այն Բեթսայիդա ավազանում իրականությունը կրում էր շատ մինիմալ հույս։ Եվ որ դու պատկերացնում ես, որ մեկն էր կարող բժշկվել, պատկերացրեք դուք, մի պահ ուզում եմ դուք ֆիզիկապես պատկերացնեք, ջրերը շարժվող ավազանի մեջ, եւ բոլորը գցվում են, բոլորը, ով կարողացավ, բայց ով որ առաջինը գցվեց, նա էր բժշկվում, բոլորն էին գցվում այնտեղ, բայց այսօր չեմ կարծում, որ հոգևորապես մենք բոլորս են գցվում, մարդիկ, ինչ որ մի բան մեր կյանքում պիտի փոխվի, ինչ որ մի բան մեր կյանքում պիտի փոխվի, եւ այսօր այստեղ ես քարոզելու եմ այդ 38 տարի, որ սպասում էր այդ կաղ այդ ջրերի շարժվելունը, եւ այսպես էլ հուսալքված էր նրա հույսը, քանի որ նա չէր կարողանում ինքը գնալ եւ ընկնել ջրերի մեջ, նա չէր կարողանում մարդիկ, բայց դու այսօր կարող ես։ Նա չէր կարողանում քայլել, դու այսօր կարող ես։
Նա հոգևորապես մեծ ցանկություն ուներ, բայց նրա ոտքերը չէին պատկանում իրեն։ Իսկ դու այսօր ունես հնարավորություն քայլելու, ունես հնարավորություն ջուրը նետվելու, նետվիր Հիսուսի անունով։ Հինգերորդ գլուխ կաշտում եմ 5-ից 7-ը։ Եվ այնտեղ մի մարդ կար, որ 38 տարի էր հիվանդության մեջ, եւ երբ որ Հիսուսը նրան պառկած տեսավ եւ գիտած, թե արդեն շատ ժամանակ է, նրան ասեց. «Կամենում ես առողջ լինել»։ Հարց, հետաքրքիր մի հարց է։ Հիվանդը պատասխանեց նրան. «Տեր, մարդ չունեմ, որ երբ որ ջուրը շարժվում է, ինձ ավազանի մեջ գցե, եւ մինչեւ որ ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ է իջնում մեջը»։ Ինչ ասեց նա. «Մարդ չունեմ»։ Սիրելիս, դու հոգևորապես էլ մարդ պիտի ունենաս։ Քեզ հոգևորապես էլ է պետք մարդ, ով որ քեզ ուղղակի կառաջնորդի, որպեսզի դու ջրերի մեջ գցվես։ Հասկանում եք, Եզեկիելի մարգարեության մեջ, երբ որ հրեշտակը տանում էր Եզեկիելին ջրերի մեջ, նա Եզեկիելին առաջնորդում էր։ Ինչ որ մեկը պիտի լինի, որ մեզ գցի ջրերի մեջ։ Հասկանալիորեն մենք պետք է հասկանանք, որ այդ տվյալ մարդը իրականում տանում է մեզ կենթանարար ջրերի մեջ։ Ուր է տանում մեզ գցելու, տանում է տիղմոտ ճաճոտ ջրերը, թե տանում է մեզ կենթանարար ջրերը, որտեղ շարժում են հրեշտակները ջուրը։ Եվ այսպես կար մեկը, անդամալույցը, հույսը կորցրած, բայց տասնյակ տարիներ սպասում էր նա հույսին։ Կրկնում եմ, այս մարդը 38 տարիներ սպասում էր, ինչին էր սպասում։ Եթե անցած տարի չստացվեց, եթե 2 օր հետո հրեշտակը շարժեց չստացվեց, եթե 38 տարի այս մարդը սպասում էր, որ ինչ որ մեկը նրան ջրերը կգցի։ Ինչ ենք հասկանում ենք սրանից մարդիկ, ինչ ենք քաղում, բայց այս անհույս մարդը, հուսալքված մարդը սպասում էր ինչ-որ մի բանի։ Սա է հետաքրքիրը։ Ում էր սպասում, ինչի էր սպասում։ Արդյոք նա գիտեր, որ օրից մի օր պիտի նրան մոտենար Հիսուսը, ոչ։ Նա սպասում էր, նա պահանջում էր, նա ցանկանում էր, նա հասկանում էր մեկ օր նրա մոտ կստացվի սա։ Իսկ դու, իսկ մենք հասկանում ենք, որ մեկ օր մեր մոտ կստացվի իրական, որ ջուրը նետվենք։ Հասկանում ենք մենք դա։ Չէ, դե ասում ենք, դե սպասի ասում ենք, մեզ պետք չի ջուրը նետվել։ Ուղղակի մեզ պետք է ապրել, շարունակել մեր կյանքը, ոչ, այս մարդը սպասում էր ջրի նետվելուն, բայց մենք չենք սպասում։ Այս մարդը չուներ հնարավորություն ջուրը նետվելու, բայց ցանկություն ուներ, բայց մենք ունենք հնարավորություն ջուրը նետվելու, բայց ցանկություն չունենք։ Տարբերությունը հասկանում ես, եւ այստեղ այս տարբերության արանքում կանգնած է ով։ Հիսուս Քրիստոսը, սիրելիս, որովհետև Հիսուսը տեսնում էր, մինչ այդ էլ Հիսուսը երկնքից էր տեսնում։ Ես քեզ ասեմ, մինչդեռ որ 38 տարի այդ մարդը կսպասեր այդտեղ, մինչ Քրիստոսի ծնվելը նա երկնքում էր, նա տեսնում էր նրան, որ անդադար նստած այդտեղ այդ մարդը սպասում է, նույնն էլ տեսնում էր նա, երբ որ արդեն քարոզում էր Տերը։ Եվ այսպիսի մարդկանց կմոտենա Տերը, քանի որ նրանք իրենց ոտքերը կաղ են եւ չեն կարող իրենցով ջուրը նետվել։ Սա մի պարադոքս վիճակ է, մարդը ցանկանա եւ չկարողանա, մարդը ցանկանա եւ չկարողանա։ Պարադոքսը գիտեք որումն է, երբ որ մարդը կարողանում է ու չի ցանկանում, այս սա պարադոքս է, սիրելիներ։ Սա մի հակառակ երևույթ է, որ անհասկանալի է ինձ համար։ Եվ ոչ ով նրան չէր օգնում, ինչու պիտի օգնեին։ Ասում է բժիշկ բժշկիր ինքդ քեզ, երբ որ մենք այսօր հասկանում ենք, որ իրականում ամեն մի բժիշկ պիտի կարողանայինք իրեն բժշկել։ Սիրելիս, ես քեզ ուզում եմ մի փոքր ուղղակի հասկացնել, քեզ հասանելի դարձնել, որ աշխարհիկ բժիշկները շատ ժամանակ իրենք են հիվանդ եւ անբուժելի հիվանդ։ Հասկանում ես։ Մենք շատ ժամանակ մեր կյանքը կապում ենք երկրավոր բժիշկներին, ես ելի եմ կրկնում, ես նրանց դեմ ոչինչ չունեմ։ Ես ունեմ դեմ եմ այն բժիշկներին, ովքեր որ իրենց հոգիները ծախել են սատանային։ Այդ բժիշկներին դեմ եմ ես, ովքեր որ առանց կաշառքի մարդկային կյանքերը չեն փրկում։ Այդ բժիշկներին ես դեմ եմ, բայց այն բժիշկները, ովքեր որ իրականում իրենց բանը տվել են, խոստումը տվել են ըստ Աստվածաշնչի, որ ամեն մարդկային կյանք նրանք պիտի փրկեն գումարով թե առանց գումարի, ես այդ բժիշկների մասին եմ խոսում։
Հասկանում ես, եւ դա հարգելի է, եւ ամեն մարդ կարող է բժիշկին դիմել, սա Աստծոց է, բայց արդյոք ինքը բժիշկը կարող է քեզ բժշկել, արդյոք ինքը երկրավոր բժիշկը կարիքը չունի ինքը առաջնահերթ իր ֆիզիկական եւ հոգեվոր բժշկության, սա դու ուղղակի լավ մտածիր, մենք սա պիտի հասկանանք, այս մարդուն ճանաչում էր Հիսուսը, քանզի նա լքված էր, նորից եմ կրկնում, այս մարդուն ճանաչում էր Հիսուսը, քանի որ նա ինչ էր, լքված, ինչպես նաև հիշում ես այն դիվահարը, որի համար մոտավոր 3000 խոզեր գահավերժ եղան, Հիսուսի ձեռքով փրկվեց, ինչպես նաև այն կույր Բարտողոմեոսը, որը ի ծնունդե կույր էր ծնվել նա, սա էլ էր լքված, ինչպես նաև այն բորոտը, որ եկավ ծնկեց Հիսուսի մոտ եւ ասեց, եթե կամենաս կարող ես ինձ մաքրել, սրանք սիրելիներ աշխարհից լքված մարդիկ էին, սրանք մարդիկ էին, ովքեր որ սրանց ոչ մեկ բանի տեղ չէր դնում, նույն էլ այս կաղը 38 տարի, ինչ որ մեկը կարող էր այդ մարդուն գալ եւ օգնել եւ ջուրը նետել, կարող էր, բայց չէին անում, որովհետև ինչու, նա լքված էր, այսպիսի լքված մարդկանց մոտ միշտ գալիս է ինքը Տերը, ես ուզում եմ դու հասկանաս, եթե դու լքված ես աշխարհից, եթե դու լքված ես այսօր տառապանքների, դեպրեսիաների մեջ ես գտնվում, ես քեզ ասեմ, քեզ նման մարդու մոտ թակում է դուռը Հիսուսը, ապա դու պիտի բաց անես եւ նա կմտնի քո տան մեջ եւ նա քեզ առաջնահերթ կտա բժշկություն հոգեվոր, երկրորդը ֆիզիկական եւ այսպես լքվածների մոտ նա գալիս է Այն տերատեսկինը հիշում եք 12 տարիներ տառապում էր արնահուսության մեջ, ամեն ինչ արել էր բժիշկներին գումարները տվել, աղքատացել, բայց ոչինչ ավելի վատարն էր գնացել եւ այն ժամ այս մարդիկ սպասում էին ու դու չգիտես սրանք ինչի էին սպասում, ում էին սպասում էին Հիսուսին։ Իսկ դու այսօր սպասում ես Հիսուսին։ Նրանք սպասում էին Հիսուսին եւ Հիսուսը մոտեցավ նրան եւ հարցրեց. Ցանկանում ես առողջ լինել, սա ուղղակի սիրելիներ, սա մի տեսակ Հիսուս Տեր, ինչպես է, մարդը 38 տարիներ սպասում է իր բժշկության պահին, դու գալիս ես մոտենում ես նրան, դու հարցնում ես, ցանկանում ես առողջ լինել, այս հարցը մի տեսակ կարծես թե պրովոկացիա ունի իր մեջ սիրելիներ, այս հարցը մի տեսակ կարող է մարդուն գրգռել, այս հարցը կարող է մարդուն բարկացնել, ինչպես թե Հիսուս Ինչ հարց ես դու այդ մարդուն տալիս չէ, բայց Տերը գիտի, ինչու է այդ հարցը տալիս, սա շատ հետաքրքիր է, երբ ամբողջը ընդհանրապես Հիսուսի այդ 3 տարի ու կեսը, երբ որ նա երկրի վրա ծառայեց, չեմ ասում իր ապրած 33 տարին ու կեսը, Հիսուս Քրիստոսին շատերն էին հարցեր տալիս, ամբողջը շատերը նրան հարցեր էին տալիս, եւ Հիսուսը միշտ պատասխանում էր համբերությամբ, ճշմարտությամբ եւ իմաստալից պատասխաններով Եվ հիմա այստեղ եկել է մի բան, որ Հիսուսը ինքն է հարց տալիս, բայց այս հարցը մի տեսակ հետաքրքրողական է։ Ապա այն դառնում է շատ հետաքրքիր, ինչու։ Ինչ էր այն հարցը, եթե ոչ մարտահրավեր։ Հիսուս, ինչու դու հարցրեցիր, ուզում ես բժշկվել։ Պատճառ կա սրանում, ինչ ես եզրակացնում։ Ինչու Տերը հարցրեց նրան։ Տերը գիտեր, Տերը տեսել էր, կար սիրելիներ, այստեղ մի մեծ բան կար, որ այս 38 տարի մարդը, ով որ սպասում էր անդադար ամեն ինչը կորցրած, կարելի է ասել, իր հույսն ու հավատքը կորցրած հասել էր ամենավերջնակետին, մազի նման կախված ամեն ինչից, այստեղ նրան թարմություն էր պետք։ Այստեղ նրան թարմություն էր պետք, եւ այդ թարմությունը նրան պիտի տար Տեր Հիսուս Քրիստոսը հարցնելով արդյոք ուզում ես դու բժշկվել, եւ այս հարցը նրան տվեց ամբողջ իր էությունը թարմացնելու, թե ինչու էր նա նստած 38 տարիներ այնտեղ հուսալքված, սպասում ինչ որ մեկ բանի։ Սա շատ մի հետաքրքիր հարց էր, սա մարտահրավեր էր։ Եվ այն մարդը հասկացավ այդ պահին, թե ինչու էր նա նստած եւ ինչի էր սպասում, քանի որ այդ մարդը այլևս ինքն էլ չէր հասկանում, ինչու էր նա նստել 38 տարի չկատարվելով իր փապակ այդ վայրում։ Եվ հիմա Ստապ Հիսուս Քրիստոսը նրան պիտի ստապեցներ։ Մինչդեռ Հիսուսը մեզ չստապեցնի սիրելիներ, մեզ չի կարող նա բժշկել, սա է ուզում ասել։ Ընդհանրապես հիշիր, որ կան էլ դու հիվանդություններ ունենաս քո կյանքում, երկարաճիտ են դրանք տարիներով, ցավակար դու ապրում ես, մինչև որ դու չլինես ստապ քո հիվանդության մեջ, մինչև որ դու չստապվես, որ քո հիվանդությունը կարող է միայն բժշկել մեկը, Հիսուսը դրա համար քեզ պիտի տեղը տեղին հարց տա։ Դու ուզում ես բժշկվել։
Պատասխանի նրա հարցին, այո թե ոչ։ Այնտեղ շատերն էին հիվանդ, որտեղ կային նաև կրթված մարդիկ, այնտեղ կային կրոնավոր մարդիկ, ամեն տեսակի մարդիկ կային, բայց ոչ ոք այդ մարդուն երբևիցե չօգնեցին։ Հիշիր, ինչ ասեց Հիսուս։ Ինչ ասեց Հիսուս։ Ինձ մոտ եկեք, հոգնածներ եւ բեռնավորվածներ։ Ինչ ասեց Հիսուս։ Ես ձեզ ազատ կանեմ։ Ես ձեր բեռը գվերցնեմ ձեր վրայից, քանզի ասում է վերցրեք իմ բեռը, իմ բեռը թեթև է եւ իմ հոգսը թեթև է, մարդիկ։ Եվ այսպես Հիսուս ուզում է ասել. ինձ մոտ եք։ Մի գնա, սպասիր այն վայրում, որտեղ որ դու գիտես տասնյակ տարիներ քեզ փրկություն չկա։ Մի գնա նստիր այն վայրում, լսիր խոսք, որտեղ որ դու զգում ես, որ քո հոգևոր փրկությունը դու չես ճաշակի երբեք, որտեղ որ դու հասկանում ես, ֆիզիկապես դու փրկված մարդ չես։ Դու քեզ ինքդ հարց տուր, պատճառը ո՞րն է, որ ես այսքան տարիներ չեմ կարողանում բժշկվել։ Մարդիկ, սրան պատճառ կա։ Այս ամենին պատճառ կա։ Այս վերջերս ինչ որ մեկը ինձ ասեց, նրա աղջիկը կորոնայի ժամանակներում այդ ամբողջ սրսկումները, պատվաստումները կատարել էր ամբողջ 3-ը թե 4-ը, չգիտեմ, եւ այս 15 տարեկան աղջիկ երեխան հիվանդագար ամբողջ նրվային համակարգը փչացրել էր այդ սրսկումները եւ նրանք հավատացյալ ընտանիք էին եւ նրա մայրը, երբ որ ես այնտեղ իմ հետ խոսեց, ասեց Անահիտ, ես տառապում եմ, ասեց, տառապում եմ, իմ աղջիկը վարի է գնում եւ ես թույլ եմ տվել հավատացյալ լինելով, որ նա այդ աղտեղությունը իր մեջ սրսկի։ Եվ հիմա այդ աղջիկը, հավատացյալ աղջիկը Աստվածաշունչը գրկած սպասում է իր բժշկությանը, ամբողջ նյարդային համակարգը դեպրեսիաների մեջ մեռնում է այդ աղջիկը, սպասում է սիրելներ, եւ անգամ Աստծոց հակառակվում է եւ բարկանում է Աստծու վրա։ Նայեք, ով անի, ով բարկանա։ Ես նրան ասեցի, սիրելիս, կամ մեկ կարևորագույնս հասկանալու, շատ հնարավոր է, որ ես իմ կյանքում որոշակի հիվանդություններից չբժշկվեմ։ Շատերից եմ բժշկվել, բայց կան որոշակի հիվանդություններ, որ կարող է եւ ամբողջ իմ կյանքում ես դրանցից չբժշկվեմ։ Եթե ես դրանցից չբժշկվեմ, երբեք Տիրոջը ձեռնոտ չեմ նետելու, լսեցինք։ Ինչու՞։ Որովհետև ամեն ինչ ունի ժամանակ, ժամանակներ, ամեն ինչ ունի պատճառ։ Եթե ես իմ Տիրոջս հավատում եմ միայն այն պատճառով, որ նա ինձ պիտի բժշկի, եթե չբժշկի, ես նրան բաց եմ թողնելու, սա հավատք չէ, սիրելներ։ Եվ այսպես այս աղջիկը ինքը տառապում էր դեպրեսիաների մեջ, մինչդեռ որ ես նրա մայրիկին ասեցի կգնաս եւ կհաղորդես այս հաղորդությունը նրան։ Հիսուսը գիտի ժամանակները քո բժշկության։ Հավատացած եղիր։ Դու կարող ես 38 տարի սպասես, դու կարող ես 3 տարի սպասես, դու կարող ես 3 րոպե սպասես, բայց Հիսուս Քրիստոսը գիտի քո ժամանակները բժշկության։ Եվ ես նրան ասեցի, ասես քո աղջկան, որ կարող է նա նաև չբժշկվի, բայց հավատքը անգամ չբժշկվելու դեպքում է անսասան հավատք, մարդիկ։ Եվ նա գնացել էր եւ նույն օրը ինձ զանգահարեց, ասեց Անահիտ, ասեց զարմանալի մի բան է կատարվել, ասեց ինչ է կատարվել, ասեց միշտեր որ ես նրա հետ խոսեի, այնինչ որ դու ինձ ասել ես փոխանցելու, իմ աղջիկն ինձ ասեց մայրիկ, ես երազում տեսել էի մի կին, ով որ ինձ քարոզում էր եւ ասում էր, որ ժամանակները Հիսուսի ձեռքն են եւ նա կբժշկի այն ժամանակ, երբ որ կկամենա քեզ բժշկել։ Այս զուգադիպությունը շատ հետաքրքիր էր, սիրելներ, եւ այս աղջիկը այսօր ապրում է համոզված լինելով, որ Տերը նրան բժշկելու է, եւ անգամ ասում է, եթե Տերը ինձ չբժշկի, միևնույն է, ես նրա մեջ ապրելու եմ մինչեւ իմ կյանքի վերջի վախճանը, այս է հավատքը։ Ես այսօր ուզում եմ ձեզ հասկացնել, սիրելներ, հասկացնել եւ ասել, մի կախվեք այդքան։ Մի կախվեք այդքան, այս մարդու նման 38 տարիներ մի կարճեք մի բանից, որ անիրական է ձեզ համար, կարճեք Հիսուս Քրիստոսից, կարճեք հավատքից, նա գիտի ձեզ, ամեն մեկի ցավը նա տեսնում է, այստեղ հարցն է, դու նրա ցավը տեսել ես, ես հարցնում եմ քեզ, դու հասկացել ես ինչ ցավ է ապրել նա։ Դեռ ես ասում եմ, դու խաչի վրա չես կանգնել, դեռ ասում եմ, քեզ կաշվեհան չեն արել, դեռ դու այնքան չես ծեծվել, որ մինչ խաչելիությունը շատերն ասում են, ինչու Հիսուս այդքան շուտ մահացավ։ Դու գիտեիր ինչու։
որովհետև նրանում այլևս այրուն չկար։ Մինչդեռ որ Հիսուսին խաչ կհանեին, աշտեն նա ամբողջ իր օրգանիզմի այրունից զրկվել էր, այնքան էին նրան ծեծել, ճիպոտահան արել։ Եվ այսպես, սիրելիներ, սա է անսասան հավատքը, որ մարդս երբեք Տիրոջը ձեռնոտ չի նետում, իսկ Տերը կգա եւ կասի. «Արդյոք ուզում ես դու բժշկվել», եւ այնտեղ դու կտաս քո մաչելի պատասխանը, ինչ որ տվեց այս մարդը։ Հիսուսը գիտի ում, երբ, ինչ օգնություն ցուցաբերի եւ երբեք Հիսուս Քրիստոսը չի ուշացե մարդիկ։ Կարդացեք Աստվածաշունչը։ Դուք հիշում եք այն դիվահարին։ Ծով կտրեց Հիսուս Քրիստոսը, որ գնար այդ դիվահարին հանդիպելու։ 2000 խոզերի երամակ գահավերժ եղան, որ այդ դիվահարը պիտի բժշկվեր։ Դու հասկանում ես, թե որքան դու թանկ ես նրա համար։ Ծովը փոթորկում է, նրա կյանքը ենթարկվում էր վնասի, նա կարող էր վնասվել Աստծո որդին, բայց նա կտրեց ճանապարհը ում համար? Դիվահարի։ Ուզում եմ, որ դուք հասկանաք, որ երբեք ոչ մեկը հավատացյալ մարդիկ նրա համար փոքր նշանակություն չեք ունեցել։ Հիսուսը ամեն մեկիդ անաչառությամբ հավասար սիրում է։ Բայց երբ որ այն մեկը բժշկվում է եւ այն մեկը չի բժշկվում, դա չի նշանակում, որ Տերը քեզ չի սիրում, դա նշանակում է, որ դեռ քո ժամանակը հասած չէ։ Ինչու? Որովհետեւ դու պիտի դրա մեջ սթափ լինես։ Ինչ ես հասկանում, ինչ է նշանակում ընդհանրապես բժշկություն, դու հասկանում ես դա։ Օրինակ հարց տամ քեզ, դու հասկանում ես ինչն է հոգևոր բժշկությունը։ Չէ՞ որ առաջինը դա պիտի կայանա։ Նա կորցրել էր իր հույսը, եթե կորցրել էր իր հույսը, ինչու էր նա դեռ սպասում, եթե ոչ, ում էր նա սպասում, նա լավ հասկանում էր այդ մարդը, որ ինչ որ մեկը պիտի գար, մենք դա վերջում էլ կհասկանանք, կլսենք մի շատ հետաքրքիր կյանքի իրական պատմություն եւ կհասկանանք, թե ինչումն է պայմանավորված այն սպասաժամը, երբ որ մեզ Աստված տալիս է սպասելու սիրելիս, երբ որ միտեղ Աստվածաշունչը ասում է բժշկվեց, բժշկությունն առավ եւ գնաց։ Իսկ այնտեղ մեկին ասում է դու փրկությունն առար, այսինքն դու փրկվեցիր։ Տարբերություն կա այստեղ սիրելիս, երբ որ Տերը բժշկում է մեկին, երբ որ Տերը փրկում է մեկին, սրանք տարբեր բաներ են։ Երբ որ դու բժշկությունից բժշկվում ես, դա չի նշանակում, որ դու փրկված ես գեհենի կրակներից, որքան մարդիկ են բժշկությունն առել հեռացել, որքան մարդիկ են հավատքի մեջ բժշկությունն առել հրաշքներով ու Աստծուց հեռացել։ Իսկ այս մարդն էլ հրաշք չուներ, ուղղակի ինքը սպասում էր։ Ինչ կանեիր դու։ Հարցս քեզ խորիր քո մեջ, եթե դու լինեիր այդ 38 տարվա տարապած մարդը, որ սպասում էր, դու ինչ կանեիր, դու քո հավատքը կկորցնեիր։ Այս մարդը դեռ հավատում էր, որ պիտի ջրերը շարժվեն ու ինքը առաջինը պիտի նետվի։ Դու ինչ կանեիր, կկորցնեիր հավատքդ։ Կարծում եմ կկորցնեիր, եք ճիշտը խոսենք, հա։ Շուտվանից էր արդեն դու Աստծուն բաց թողել, շուտվանից էր դու արդեն ասել, որ դա ստություն է, Աստված երբեք չի բժշկել, շուտվանից էր դու արդեն ուրիշների բժշկությունը կասկածի տակ առել։ Երբ որ մեկին ասում եմ Տեր ինձ բժշկել է, կասկածելիորեն նայում է ինձ, մի նայիր։ Մի նայիր ինձ, դա այդպես է։ Մի կասկածիր, Աստված բժշկել է իրականապես սիրելիս։ Ես չեմ ծնվել 2000 տարի առաջ Քրիստոսի օրոք։ Ես ապրում եմ այսօր այս երկրի վրա, եւ այսօր այս երկրի վրա Սուրբ Հոգին է, որ գործում է, եւ Սուրբ Հոգին է, որ բժշկում է, նաեւ հրաշքներով, ինչպես առաջներում։ Չլքված հույսը, սա է կարևոր։ Հիսուսը տեսավ այն մարդու մեջ, այն չլքված հույսը, այն հուսալքված հույսը, բայց հույս դեռ ուներ նա։ Սա է կարևոր, երբ որ դու կհասկանաս, որ այս մարդու նման երբևիցե դու կկարողանաս ապրել, որ նա չէր հուսալքվել, որ նա սպասում էր, չէր բողոքում, ոչ մեկին չէր վիրավորում, չէր անարգում, անգամ երբ որ Հիսուսը հարցրեց նրան, նա մեղմ պատասխանեց։ Ասեց, առանց բարկանալու, ուզում եմ, բայց չկա մեկը, որ ինձ գցի ջրեր շարժվելու ժամանակին, քանի որ նա ոչ ոքուց ոչ մի ակնկալիք չուներ։ Ես ասեմ քեզ, ես էլ չունեմ։ Միակ իմ կյանքի ակնկալիքը նա Հիսուսն է։
Հավատացած ասում եմ ձեզ սիրելիներ, ակնկալիք այլևս չունեմ։ Եթե գետ 1-2 անգամ երբևիցե սխալվել եմ, իմ հույսը դնելով մարդկանց վրա, այն էլ եմ սովորել, մի հատ մեծ երկնային դաս է եղել ինձ համար, երբ որ Տերն ինձ ասեց. ով եմ ես քեզ համար։ Վեմն ես դու իմ, ժայռն ես, դու իմ ամրոցն ես, Հիսուս, դու իմ պահապանն ես, այո սիրելիս, ակնկալիք այլևս չունեմ եւ կուզենամ, որ ամեն մեկս սիրելիներ, ամեն մեկս ունենանք ակնկալիք միայն ու միայն Քրիստոսից։ Եվ սա իրական հավատքի զորությունն է մեր մեջ, որ կապրի երբևիցե։ Նա քեզ կսպասեցնի 38 տարի քո բոլոր հույսերը կսպառվեն։ Դու կսպասես բոլոր մարդկանցից կանտեսվես, քեզ պիտի Տերը տանի այդ ճանապարհով։ Վերջնականապես շատ կարևոր է հասկանաս ինչու ենք մենք հուսալքվում եւ մեր հուսալքված այն պահերին է, երբ որ մենք հասկանում ենք իրականում մեզ պետք է Աստված։ Նայեք, մինչև այս process-ը չկատարվի մարդկային կյանքերի մեջ, մարդը չի հասկանում, որ նրան պետք է Աստված։ Հուսալքություն, հիվանդություն, հիվանդակարություն, ցավ, տառապանք, մենք ասում եմ ես մարդիկ 99.9%-ը այս աշխարհի վրա Աստծուն գալիս են իրենց ցավերի պատճառով։ Դու ինձ չես հավատում։ Ես քեզ ասում եմ 99.9%-ը գալիս են Քրիստոսին իրենց հիվանդությունների եւ ցավերի պատճառով, որոնցից մեկը եղել եմ ես։ Եվ կաշտում եմ Մատթեոսի ավետարան 11 գլուխ։ Քսանհինգից 30-ը։ Այն ժամանակ Հիսուսը պատասխան տվավ եւ ասեց. աղոթքն էր Տիրոջ, գոհանում եմ քեզանից ով հայր, երկնքի եւ երկրի Տեր, որ իմաստուններիցն եւ գիտուններիցն այս բաները ծածկեցիր եւ երեխաներին հայտնեցիր։ Հիշիր այս բառը, երեխաներին հայտնեցիր, այստեղ խոսքը մանուկների մասին չէ, այստեղ խոսքը այն մարդկանց մասին է, ովքեր որ հավատքի մեջ իրականում դառնում են երեխա, քանի որ գրված է. եթե դու երեխայի նման չհավատաս, ապա երկնքի արքայությունը չես մտնի։ Եվ այստեղ աղոթում է, այո, ով հայր, որովհետև այսպես հաջո եղավ քո առաջին, ամեն բան ինձ տրվեցավ իմ հորիցը, եւ ոչ ով չի ճանաչում որդին, բայց միայն հայրը, եւ ոչ ով չի ճանաչում հորը, բայց միայն որդին, եւ ում որ որդին կամենա հայտնել։ Ինձ մոտ եկեք ամեն վաստակացներ եւ բեռնավորվածներ, եւ ես ձեզ հանգիստ կտամ։ Ձեզ վրա առեք իմ լուծը եւ ինձանից սովորեցեք, որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնար, եւ ձեր անձերի համար հանգստություն կգտնեք։ Մինչեւ որ չսովորենք, չսովորենք, հանգստությունը չեն գտնի սիրելներ, որովհետև իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը թեթև։ Գիտուններից ծածկեցիր, երեխաներին տվեցիր։ Սա այն խոսքն է, երբ որ դու մարդուն պատմում ես Աստծո խոսքից, երբ որ դու պատմում ես քո հավատքից, այս մարդիկ մի տեսակ ապուշ կտրած ապշում են, ասում են այսօր ես ընկել, այս ինչերի մեջ ես ընկել, սիրելներ, սրանք գիտուններն են։ Ասում է Աստված գիտուններից պահեց եւ ասում է երեխաներին հայտնեց։ Այո, Աստծո մեջ մենք պիտի լինենք երեխա։ Գիտես երեխան ո՞րն է, որ ամեն բանի հավատում է։ Երեխան ամեն ինչի հավատում է, սիրելիներ։ Երեխան հավատում է իր ծնողներին, երեխան հավատում է ամեն բանի, երեխային խաբում են, բայց նա հավատում է։ Երեխան հավատում է նոր տարվա ձմեռ պապիկին, խաբում են նրան, բայց նա հավատում է, եւ այսպես էլ մենք պիտի լինենք։ Հավատացող երեխաների նման, մինչև որ չդառնանք, մեր մեջ ոչինչ չի փոխվի, սիրելիներ։ Սա է պատգամը երկնքից։ Եվ այստեղ ես ուզում եմ կարդալ մեկ ուրիշ անդամալույցի մասին մի փոքր, որպեսզի հասկանանք սրա եւ նրա տարբերությունը ինչումն էր, եւ Մատթեոսի ավետարանում կներեք Մարկոսի ավետարանի 2-րդ գլուխ։ 1-5-ն եմ կաշտում։ Եվ ասում է. դարձյալ մտավ Կապառնայում Հիսուսի մասին էր խոսքը մի քանի օրից հետո, եւ լսվեցավ, թե տանն է, եւ շուտով շատ մարդիկ ժողովեցան, մինչեւ որ տեղ չկար եւ ոչ էլ դրան մոտ, եւ նա խոսում էր նրանց Աստծո խոսքը։ Ինչ էր անում նա? Խոսում էր նրանց
Աստծո խոսքը։ Ոչ միտեղ դու չես գտնի, որ մինչ Աստծո խոսքը խոսելը Տերը բժշկի։ Եթե տվյալ մարդը չի եկել Տիրոջը եւ ասել հավատում եմ, որ դու կարող ես ինձ մաքրել եւ բժշկել։ Խոսում էր Աստծո խոսքը եւ գալիս էին նրա մոտ մի անդամալույց էին բերում 4 մաշտով վեր առած։ Եվ երբ որ չկարողացան մոտենալ նրան, ամբողջի պատճառով այն տան ծակը, ասում է, քանդեցին ուր էր Հիսուսը եւ ծակ բանալով իջեցրին մահիճը, որի վրա պառկած էր անդամալույցը։ Հիսուսն էլ նրանց հավատքը տեսնելով ասեց անդամալույցին. «Ոսյակ թողնված են քեզ քո մեղքերը»։ Ինչ ասեց Հիսուս, մի րոպե Տեր, բայց այս մարդը հիվանդ էր, անդամալույց էր։ Ինչ կապ ունի սա մեղքի հետ, կապ ունի սիրելիս։ Մենք անդամալույց ենք, մեր անդամալույցության անունն է մեղք։ Դու զգում ես, որ քո ոտքերը, ձեռքերը շարժվում են, դու հասկանում ես, որ դու ամեն բան կարող ես անես, բայց դու անդամալույց ես։ Քեզ ասում են, արի գնանք այս վայրը։ Դու անդամալույց ես, դու չես գալիս այս վայրը, բայց դու ունես ոտքեր ու ձեռքեր։ Բայց քեզ ինչ որ մեկը պիտի դնի մահիճի վրա եւ 4 հոգով քեզ ստիպված զորով պիտի բերեն, որպեսզի դու հասկանաս, որ Հիսուս Քրիստոսն ունի քեզ մի պատգամ։ Ոսյակ, քո մեղքերը քեզ թողված է, այսինքն քո մարմնավոր բժշկությունը տեղի կունենա այն ժամանակ, երբ որ քեզ քո հոգևոր մեղքերը թողված կլինեն, մարմնավոր կներեք։ Սա է պատգամը, սիրելիս, որպեսզի մենք հասկանանք, ինչու ենք մենք անդամալույց մեղքերի պատճառով։ Եվ այստեղ կա հավատք, գոյություն ունի հավատք, ասում է, այն 4-ի հավատքի պատճառով Տերն ասեց քո մեղքերը քեզ թողնված են։ Ինչու՞։ Որովհետև նրանք եշտիկի ծակ բացեցին եւ այն անդամալույցին վերևից վար իջեցրեցին։ Նրանք գիտեին, որ Հիսուսը նրանք բժշկեր։ Եվ այսպես այս անդամալույցին բերին Հիսուսի մոտ, բայց այն մյուսի մոտ գնաց ինքը Տերը, որովհետև ոչ մեկ նրան չբերեց այր այսօր Հիսուս Քրիստոսի մոտ։ Ինչ որ մեկը գրել է, մի օր կարդում էի հոգևոր գրականություն, ինչ որ մեկը գրել է, անուններ չեմ տալիս, եթե հաշվեմ իմ կյանքի երջանիկ պահերը, ամբողջ կյանքի երջանիկ պահերը, այն անգամ իմ կյանքի մեկ օրը չի կարող պարունակել։ Հետաքրքիր է։ Հետաքրքիր խոսքեր են։ Եթե ես հաշվեմ իմ կյանքի ամբողջ պահերը կյանքի, մինչ 2015 թվականը, ես չեմ կարծում, որ գրեթե ես իմ կյանքի մեկ լիարժեք օրը, մեկ լիարժեք ժամը երջանիկ եմ եղել, ես էլ կասեմ, բայց թե ոչ օրը, այլ ժամը, որովհետև իրականում այս մարդը իր կյանքից ելնելով ասում էր, մեկ օր է լիարժեք երջանկություն իմ կյանքի չի եղել, պարունակել։ Ինչ էր ուզում նա ասել։ Ինչ ես կարծում, առողջ մարմինը այն երջանկության իմաստն է։ Ես ուղղակի ուզում եմ, որ այսօր մենք մի փոքր տարուբեր անենք։ Դու կարծում ես, եթե դու ասենք բժշկվես, հիվանդ ես ու առողջանաս, այդ առողջ մարմինը քեզ երջանկություն կտա։ Իրական երջանկության մասին է խոսքը։ Ինչ որ միտեղ դու կլինես բնականաբար երջանիկ եւ ուրախ, բայց իրականում առողջ մարմինը այն երջանկության իմաստն է քո, թե առողջ հոգին է քո մարմնի առողջ մարմնի երջանկության իմաստը։ Նայեք սիրելիներ, երբ որ մենք ունենք առողջ մարմին, թեպետ որ այսպիսի բան գոյություն չունի աշխարհի տակ, առողջ մարմին ունենա մարդը, որ ունի տկար հոգի, եթե մենք ունենանք առողջ մարմին, նա մեզ երջանկություն չի տա, բայց ես գիտեմ մարդիկ, ովքեր որ անդամալույցը դա մի լավ գեղեցիկ բան ասեցինք, ովքեր որ ընդհանրապես անդամներ չունեն իրենց մարմնի վրա, բայց նրանք երջանիկ են ապրում Հիսուսի մեջ։ Երջանիկ են ապրում։ Ովքեր էին այս մարդիկ։ Հիվանդ հոգին, միշտ հիշեք, երբ որ մեր հոգին հիվանդ է, մեղքով լցված է մեր մարմինը, հիվանդանում է մեր հոգին, հիվանդ հոգին ունի հիվանդ մարմին, սիրելիներ, այդ պատճառով նա այն կաղին ասեց քո մեղքերը քեզ թողված են, որովհետև Տերը գիտեր, որ նրա մարմինը հիվանդացել է իր մեղքերի պատճառով։ Եվ մենք հասկանում ենք, որ մեկիս մեղքը դարձնում է կախ, մյուսիս մեղքը դարձնում է բորոտ, այն մյուսիս մեղքը դարձնում է անդամալույց, այն մյուսին մեղքը դարձնում է կույր մեղքը։ Եվ հիմա ինչ ենք մենք ընդհանրապես ուզում, եւ Տերն ասեց գնա եւ այլևս չմեղանչես, որպեսզի այն քո բժշկված հիվանդությունը քեզ ետ չվերադառնա, ասեց Տերը։ Կարդում եմ 2 Կորինթացիս 11-րդ գլուխը։
22-ից 30-ը։ Պողոս Արաքյալն ասում է այսպես. Եբրայեցի են, ես էլ, Իսրայելացի են, ես էլ, Աբրահամի զավակ են, ես էլ, Քրիստոսի պաշտոնյաներ են, իմ մարությունով եմ ասում, թե էլ ավելի ես, մանավանդ ուշադիր եղեք Պողոս Արաքյալի ընտրած ճանապարհը եւ հոգեբանությունը։ Մանավանդ ասում է ես էլ, մանավանդ աշխատանքներով, ծեծերով էլ ավելի, բանտերի մեջ մանավանդ, մահերով շատ անգամ, հրյաներից է 5 անգամ 40-ից 1-ը պակաս ծեծ ընդունեցի, 3 անգամ ձախկով ծեծվեցա, 1 անգամ քարկոծվեցա, մտածում են, որ նա մահացել է, 3 անգամ նավակոց եղա, մի ցերեկ ու գիշեր անդունդումը մնացի, շատ անգամ ճանապարհներում է, գետերից վտանգներ, ավազակներից վտանգներ, ազգիցս վտանգներ, հետանոսներից վտանգներ, քաղաքի մեջ վտանգներ, անապատի մեջ վտանգներ, ծովի մեջ վտանգներ, սուտ եղբայրներից վտանգներ, ջանքի մեջ եւ աշխատանքի մեջ շատ անգամ արթնությունների մեջ, սովի եւ ծարավի մեջ, շատ անգամ ծոմի մեջ, ցրտի եւ մերկության մեջ, բացի արտակի նեղությունները ինձ վրա կիտվում էին ամեն օր, ամեն եկեղեցիների հոգսը։ Հասկացանք Պողոսը ինչերով է անցել, լսեցինք, եթե չլսեցիր, նորից խնդրում եմ կաշտացեք։ Այստեղ ասում է, ով կկտրկարանա, եւ ես չեմ տկարանա, ով կգայթակղե եւ ես չեմ բորբոքվի, եթե պարծենալ պետք լինի, իմ տկարությունով կպարծենամ։ Հասկանում եք, սիրելիներ, չեմ տկարանա, այս ամեն բաներից ես չեմ տկարանա, ինչու։ Ինչն էր նրա այս չտկարանալու գաղտնիք ունենալով այսքան տկարություններ, ունենալով այսքան տառապանքներ, այսքան դժվար ճանապարհ, որ միայն Պողոսն է քայլել, ոչ մի առաքյալ երբեք սիրելիներ չի արել։ Բայց ասում է, ով կտկարանա, ես չեմ տկարանա, ով կգայթակղի, ես չեմ գայթակղի, սա է իրական հոգևոր ճանապարհը։ Ոչ երբեք դու դերից չես գայթակղվի։ Եթե պարծենալ լինի, եթե ասում է իմ տկարությունով կպարծենամ, որքան գեղեցիկ խոսքեր են, իրականում տկարությունը պարծանք է, սիրելիներ, ինչի, որովհետև Տեր ասում է քո տկարության մեջ է երևալու իմ զորությունը։ Նայիր մարդիկ, եթե ես հիվանդ չլինեմ, ինչպես ես կունենամ զորություն։ Եթե ես ինքս զորավոր լինի իմ մարմինը, ես տկար չլինեմ, ինչպես ես կհասկանամ Տիրոջ զորությունը, դու հասկանում ես սա։ Եթե ես ցավեր չունենամ, ինչպես կհասկանամ, որ այս իմ ցավերը Տերը բժշկեց, զորացրեց ինձ։ Կյանքիս մեջ լինում են պահեր, որ այնքան եմ ես ֆիզիկապես վերջանում, որ ծնկում եւ Տիրոջն ասում եմ, Տեր, ես վաղը չեմ մյուս օրը խոսք ունեմ քեզ տալու, բայց իմ մարմինը տկար է։ Ուղղակի տկար եմ ես, ուղղակի ուժ չունեմ։ Եվ այդ ընդամենը մեկ խոսքից երբ որ ասում եմ, Տեր, բայց չէ որ տկարության մեջ ես դու իմ զորությունը, եւ այդ կրկնում եմ եւ անկեղծ վկայում եմ ձեզ, թե այդ վարքյանների ընթացքում զգում եմ, թե ինչպես եմ հանդերձի նման այդ հագնում, այդ ուժ, այդ զորությունը հանդերձի նման Տերը տալիս է, որովհետեւ ես սիրում եմ տկարանալ, մարդիկ, ինչու, որովհետեւ տկարության մեջ եմ հասկանում Տիրոջ զորությունը։ Անկախ վիճակներից Պողոսը միշտ խաղաղված էր, տխրության եւ ուրախության մեջ նա հաշտ էր։ Նա այնքան բաներ է ապրել մարդիկ, բայց նա այնքան հաշտ էր ինքը իրեն հետ։ Նա այնքան հաշտ էր Քրիստոսի հետ, երբ որ ես կարդում եմ այն նավակոծությունը, որ նրանք ապրում էին, եւ որ նրան բռնել էին, եւ նա բողոքեց, ասեց ես կայսրին եմ բողոքում, քանի որ այդ հрьяաները ուզում էին նրան սպանել, եւ ինչերի միջով նա անցավ։ Բայց ինքը ոչ մի տեղ Տիրոջը չասեց, ինչ ես անում օրինակ։ Ես քեզ համար եմ ծառայում, ճանապարհ եմ ընկնում, ինչու ես դու իմ ճանապարհն ու ծառայությունները օրինակի եմ ասում, բարթացնում,
Նա ընդունում էր, նա հավատում էր, նա գիտեր։ Իժը բռնեց նրա ձեռքից, իժը, երբ որ խարույկ էր վառել, թունավոր իժը, եւ ասում էին մարդիկ այն բարբարոսները տեսնում էին նրան եւ ասում էին հեսա կուրենա եւ կուրչի եւ վայր կգնի եւ ասում են նա այսպես թափ տվեց այդ իժին կրակի մեջ, հասկանում եք սիրելիներ, սա էր Պողոս Արաքյալի հավատքը։ Ես հավատք եմ քեզ քարոզում, որ այն իժը բաց թողեց, բայց նա չէր մտածում, որ նա կմահանա ինչու, որովհետև գրված է, անգամ եթե մահադեղը խմես, քեզ ոչինչ չի լինի հավատացյալ մարդ, իսկ դու այդ հավատք ունես, երանի թե ունենայիր։ Նրանք ասում են սպասեցին, մինչդեռ իժը որ կգծեր, նրանք ասեցին, օ, սա ինչ մեղավոր էր, որ Աստված իր արտար դատաստանը սրան տվեց, բայց երբ որ սպասեցին եւ նրան ոչինչ չեղավ, այս բարբարոսները գոռեցին եւ գոչեցին, ասեցին, սա Աստված է, եթե այս իժը թունավոր նրան չվնասեց, ուրեմն սա Աստված է, Աստվածներն են եկել մեզ մոտ, կարտացեք։ Գործկառակելոցը վերջի հատվածն է դանգնում եւ այսպես ինչի համար ենք մենք ապրում, բողոքելով թե ուղակի հավատքով։ Ֆիլիպեցիս 4-րդ գլուխ Կաշտում եմ 6-ից 8 ասում է ոչինչ հոգս մի անեք, այլ ամեն բանով աղոթքով եւ աղաչանքով գոհությունով ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն, ինչ լինեն, հայտնի լինեն։ Սիրելիս, հայտնի լինելը դեռ այն բժշկվելը չէ, խնդրվածքով եւ գոհությունով։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանե ձեր սրտերը ու մտքերը Քրիստոս Հիսուսում է։ Այսուհետև եղբայր, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ աշտար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թե առաքինություն է եւ թե գովություն է, այն մտածեցեք։ Հենց այն, որ սովորեցիք եւ ընդունեցիք եւ լսեցիք եւ ինձանում տեսաք, ասում է Պողոս Արաքյալը, այն արեք եւ խաղաղության Աստվածը ձեր հետ կլինի։ Չի ասում եւ խաղաղության Աստվածը ձեզ մեկ վայրկյանում բոլորիդ կբժշկի, ոչ սիրելիներ, ես նորից ուզում եմ անցնել առաջի սկզբունքին, ջրերը շարժվում էին ժամանակ առ ժամանակ եւ այնտեղ գծվում էին ոմանք եւ ասում է այդ ոմանցից մեկն էր փրկվում։ Դու Աստծո համար անհատ ես, թե որ ջրերը շարժվելուն դու կգծվես եւ կբժշկվես, դա միայն գիտի Տերը։ Դա միայն գիտի Տերը։ Ես ուզում եմ, որ դու հասկանաս, որ այն պահը, ոչ թե դու պիտի ընտրես, այն պահը դու պիտի տաս Տիրոջ ձեռքերի մեջ եւ ասես Տեր, դու ընտրիր, այն պահը, երբ Հիսուս ինքը քեզ կմոտենա, այն պահը, երբ ինքը Հիսուս կհարցնի դու ուզում ես բժշկվել, ուզում եմ Տեր, բնականաբար սպասում եմ 38 տարիներ կամ 38 ամիսներ սպասում եմ իմ բժշկությանը։ Եվ ճանաչում ես այն ակունքը, որից բխում է երջանկություն, անգամ ցավ եւ տարապանքի, անգամ հիվանդության եւ հալածանքի մեջ, ինչու եմ սա ասում, ես ուզում եմ քեզ տալ մեկ անուն, եթե դու նրա մասին երբևիցե չես լսել, այսօր ժամանակն է, կբացես YouTube-ը, նրա անունը կգրես YouTube-ի մեջ եւ կտեսնես այս մարդը իրական անդամալույց, ով ծնվել է այդպես, նրա անունը Նիկ Վուիչիչ, գրիր սա քեզ մոտ, եւ նա քարոզիչ է ամբողջ աշխարհի մեջ, ճանաչված մեկն է, ով ծնվել է առանց ձեռքերի եւ առանց ոտքերի, բայց նայիր մի նրա կյանքը, նա ունի 3 գեղեցիկ զավակներ, անարատ, նա ունի մի հրեշտակ կին իր կողքին, ով որ նորմալ է, այնքան նորմալ ինչպիսին որ ես եմ, եւ այդ մարդը իր ամբողջ կյանքը երեխա լինելով հասկացել է, որ Աստված նրան ոչ թե տվել է թև եւ ոտ, այլ Աստված նրան տվել է կյանք ապրելու, եւ այդ մարդը իր կյանքը ապրել է ամբողջ իր կյանքի մեջ Քրիստոսով եւ այսօր նա ծառայող է, քարոզիչ է ամբողջ աշխարհի մեջ, նրան գրկելով են դնում սեղանին եւ գրկելով դնում կայլասկի վրա եւ ուզում եմ որ հասկանաս նրա երջանկության չափը, ով ուզում ես եղիր, կրկնում եմ նորից, ուզում ես եղի ամենագեղեցիկ, գեղեցկագույն մոդել աշխարհի տակ, եթե Հիսուս չունեցար դու չունես երջանկություն, բայց եթե դու եղար կախ, հիվանդ կամ դու ծնվեցիր Նիկի, Նայքի նման դու ծնվեցիր, ինչպիսին որ նա ծնվել է այսօր եւ որ դու նրան հարցնում ես, ինչ
դու կարծում ես դու գրել գիտես։ Նա ուղակի աջ ոտի վրա ունի այսքան մի փոքր մասնիկ, որը որ ամբողջ կյանքի գրականությունը նա նրանով է գրել։ Նա անգամ կարող է մեքենա վարել, նա կարող է մենակ լողանալ, նա կարող է այնպես թավալ տալ պոլի վրա, այնպես շուռ գալ եւ Աստվածաշունչը բռնել իր այս դունչի հատվածով, որ դու ինքդ կապշես, թե ինչպիսի կյանք է պարգևել Տերը նրան, թե հազարավոր միլիոնավոր մարդկային հոգիներ են նրան հույսը դնելով այսօր փրկության եկել։ Դու ասում ես, չես բժշկվում այսօր, իսկ ինչ ասեր նա, կարող էր Աստծուց անդառնալի ցավալիորեն ամբողջ մի կյանք մեղադրել եւ ասել, ինչու ես դու ինձ այստեղ այսպես ստեղծել եւ ձեռնոց նետել, ոչ սիրելիս, դու ստեղծված ես, դու կաս ինչպիսին դու կաս։ Կարևորագույնս հասկացիր, թե ում համար դու կաս այս երկրի համար եւ ում համար կգաս կծնվես եւ ում համար կհամահանաս եւ ում հետ քո հավիտենությունը կանցկացնես։ Վերջինս ուզում եմ կարդալ Սաղմոս 2-ն, որպեսզի հասկանաս, թե ինչ է նշանակում իրականում խաղաղություն Աստծո մեջ, անկախ ամեն ինչից ով ես եւ ինչ ունես, դա կապ չունի ընդհանրապես։ Սաղմոս 2:4 գլուխը։ Չորսից ութն եմ կարդում։ Դողացեք եւ մի մեղանչեք, խոսեցեք ձեր սրտերի հետ, ձեր անկողիններումը եւ լուր կասեք, աշտարության զոհեր ընծայեցեք եւ Տիրոջը հուսացեք։ Շատերն ասում են, թե բարին ով ցույց կտա մեզ, բարձրացում մեզ վրա քո երեսի լույսը Տեր, սա է բարին, սիրելիս։ Դու ուրախություն տվիր իմ սրտին նրանց ցորենի եւ գինի շատանալու ժամանակից ավելին։ Եվ ես խաղաղությունով կպարկեմ եւ կքնեմ, որովհետեւ դու ես միայն ով Տեր ինձ ապահովությամբ բնակեցնում։ Դու Ես խաղաղությամբ կպարկեմ եւ գելնեմ, քանզի դու ինձ խաղաղությամբ բնակեցնում ես։ Միշտ փապակդ կատարվել է, այն պիտի լինի սպասված։ Սիրելիս, փապակը սպասված է, հույսը մենք չենք տեսնում, հավատքն էլ մենք չենք տեսնում։ Դու հիմա կհասկանաս, թե որտեղ է ընկրված հավատքի հույսի ամենաբարձրագույն մեխանիզմը, ով որ նաև եղել է հայ։ Դու կհասկանաս այդ տվյալ մարդկային էության բուն այն խորությունը, թե ինչպիսին էր այս մարդը։ Ես ամեն ժամանակ, երբ որ լսում եմ իմ հոգին, խուզվում է նրա համար։ Մինչև փապակը կատարվել այն պիտի լիներ սպասված փապակ, ինչ կատարվել է, դու պիտի նրան սպասես։ Ես հիշում եմ իմ 13 տարիների փապակը, իմ փապակը բժշկությունը չէր, սիրելիս։ Իմ փապակն էր, որ Տերն ինձ ընդուներ, իմ փապակն էր, որ Տերն իմ մեղքերը ներեր, իմ փապակն էր, որ Տերը ինձ սրբացներ, իմ փապակն էր, որ ես օրերից մեկ օր արթնանայի նրանով եւ պարկեի նրանով։ Սա փապակ էր սպասված եւ այն իմ կյանքում կատարվեց եւ հիմա մեկի մոտ այսպես, մյուսի մոտ 39 տարի, այն մյուսի մոտ 12 տարի, տերատեսկին այն մյուսը ծնված էր հենց այն կուրության մեջ, որ փապակում էր երբևիցե տեսնել, թե ինչ է նշանակում մարդկային տեսքի ինչպիսին էր։ Այս մարդիկ չդադարեցին սպասել հուսալքված հույսին, նրանք չդադարեցին։ Իսկ դու, երբ դու ես քո անձի հույսը, հիշիր միշտ եւ կապում ես այն մյուսների հետ, երբեք դու չես հասնի այն կատարված քո փապակի նպատակին, ինչ որ իրականում Աստված քեզ կանխատեսել է։ Սրանք ճանապարհներ են, սիրելիս, որքան էլ ուզես դու քո նավիգացիան քո ձեռն առնես, միևնույն է, այն մեքենան, հիշիր, շարժվում է Աստծո կամքով։ Որքան էլ ուզում ես այն ղեկը դու քո ձեռքն առնես, հիշիր, ղեկից չէ, թե քո մեքենան ոչ կողմը պիտի գնա, դա Աստծուց է։ Աստված է քեզ ղեկում եւ կտանի այն ճանապարհներով, մինչդեռ որ դու կհասկանաս, թե ուր ես գնում եւ քո հույսը ում վրա ես դրել։ Երբ դու քեզ վրա այլևս հույս չունենաս, ապա քո հույսը դառնում է մեծատառն հույս։ Հիշիր, այն քո փոքրատառ հույսը դառնում է մեծատառն հույս, որի անունն է Հիսուս Քրիստոս եւ Աստված։ Եվ հիմա մեծ սիրով կցանկանամ, որ դու ուշադիր դիտես եւ կարդաս եւ լսես մի թագավորի մասին, ով եղել է հայ
եւ ում կյանքը որ եղել է շատ դաժանակիր, բայց նա իր հույսը փապագած իր հույսին հասել է իր փապագին։ Եվ սա կոչվում է կատարված փապակ։ Եվ ուզում եմ ուշադրությունը դարձնես էկրաններին։ Ծանր օրեր էր ապրում Եդեսիայի հայոց թագավոր Աբգարը։ Չարաչար ցավեր պատճառելով դաժան հիվանդությունը նրան գամել էր անկողնուն։ Պալատական բժիշկները անզոր էին որևէ բանով օգնել։ Հիվանդությունը նոր էր ու անծանոթ։ Օրեր էին անցնում, բայց ապակինման ոչ մի նշույլ, իսկ անողոք հիվանդությունը գնալով խորանում էր։ Հիշողության մեջ դեռ թարմ էր այցը պարթևական թագավորություն, որ նա զորքով մեկնել էր խաղաղեցնելու իր ազգականների միջև ծագած խռովությունը։ Պարսից թագավոր Արտաշեսի դեմ ըմբոստացել էին եղբայրները։ Հիշում էր, թե ինչպիսի դժվարությամբ իրեն հաջողվեց հաշտեցնել նրանց ու կարգ սահմանել, թե ինչպես ինքը դաշինք կնքեց նրանց միջև, թագավորող ցեղից դուրս նրանց 3 ցեղերի բաժանեց անվանելով Կարենի Պահլավ, Սուրենի Պահլավ և քրոջը Ասպահապետի Պահլավ, ապա դաշնագիրն իր հետ վերցնելով վերադարձավ տուն չարաչար ցավերով հիվանդացած։ Այդ օրվանից անցել էր 7 տարի, խաղաղվել էին հարազատները, բայց մնում էր խռովված հոգին արքայի։ Լսել էր, որ երկրի վրա հայտնվել է Փրկիչ Քրիստոսը, որ նա հրաշագործություններ է կատարում ու քարոզություններ անում, և հույսը կապելով նրա հետ, իր հավատարիմ Անանես Սուրհանդակի ձեռքով թուղթ էր ուղարկել նրան գրելով. Լսել եմ քո մասին և այն բժշկությունների մասին, որ կատարվում են քո ձեռքով առանց դեղերի ու արմատների։ Դու կույրերին տեսցնում ես, կաղերին քայլեցնում, բորոտներին մաքրում և առհասարակ երկարատև հիվանդություններով չարչարվողներին բժշկում։ Երբ այս ամենը քո մասին լսեցի, մտքումս դրեցի այս երկուսից մեկը, կամ դու Աստված կլինես, որ երկնքից իջել և այս բաներն անում ես, կամ Աստծու որդի կլինես, որ այդ անում ես։ Այդ պատճառով քեզ գրեցի, աղաչելով, որ նեղություն կրես, գաս ինձ մոտ և բժշկես իմ ունեցած հիվանդությունը։ Հիշում էր այս ամենը հզոր արքան անկողնում պարկած, օրեր ու ժամեր հաշվելով, հույսով սպասում Անանեի վերադարձին։ Այս մտորումների մեջ խաղաղված էր նա, Եդեսիայի տիրակալը, երբ նրան հայտնեցին Սուրհանդակի վերադարձի մասին։ Ուր է նա, իմ հավատարիմ Անանը, շտապ ներս կանչեք նրան, ես գիտեմ, որ նա լավ լուր բերած կլինի, որ Աստվածային որդին ինձ չի թողնա այս տառապալից ցավերի մեջ, ես նրան հավատում եմ, այն ինչ անում է նա աստվածային զորություն է։ Տեր իմ, ուրախ եմ քեզ կրկին տեսնելուս, ինչպես կամեցել էիր, քո նամակը հանձնեցինք Հիսուս Քրիստոսին։ Նա շրջապատված էր հոծ բազմությամբ, տասնյակ ու տասնյակ հիվանդ ու ցավագար դիմում էին նրան ու բուժում աղերսում, այնպես որ նա գալ չէր կարող, բայց ուղարկեց իր սուրբ թուղթը քեզ։ Ահա այն։ Երանի նրան, ով ինձ հավատում է, ինձ տեսած չլինելով, որովհետև իմ մասին այսպես է գրված, թե որոնք ինձ տեսնում են, ինձ չեն հավատա, իսկ որոնք չեն տեսնում, կհավատան և կապրեն։ Իսկ որ դու ինձ գրեցիր, որ գամ քեզ մոտ, ես այստեղ պետք է կատարեմ այն բոլորը, որի համար ուղարկված եմ։ Երբ այս բոլորը կկատարեմ, կհամբարնամ նրա մոտ, որ ինձ ուղարկեց, և երբ համբարնամ,
Քեզ մոտ կուղարկեմ իմ այս աշակերտներից մեկին, որ քո ցավերը բժշկի եւ կյանք շնորհի քեզ եւ քեզ հետ եղողներին։ Հիսուսի խոսքերը թեթևացրին Աբգարի խռովահույս հոգու ցավերն ու տառապանքը, չէ՞ որ ինքը Քրիստոսն էր անձամբ թուղթ գրել եւ խոստացել իր առաքյալներից մեկին ուղարկել նրան բուժելու, ու Եդեսիայի արքան անհամբեր սպասում էր այդ երջանիկ օրվան, ու եկավ այն։ Այդ օրը Եդեսիայի բնակիչներն ականատես եղան մի անսովոր իրադարձության։ Քաղաքի փողոցներով հոգնած ու տանջված, փոշու մեջ կորած, ցուպը ձեռքին քայլում էր մի պատկառելի մարդ, փառահեղ գլուխը խորհրդավոր լույսով պատած։ Գալիս էր շատ հեռվից, նրան առաջին անգամ էին տեսնում Եդեսիայում։ Հետաքրքրասեր ժողովուրդը զարմացած նայում էր նրան, բայց եւ խոնարհությամբ ճանապարհ բացում պատկառանք ներշնչող այդ մարդու առջև։ Անցորդը մի պահ կանգ առավ, խորը հայացքով թափանցեց նրանց հոգու մեջ, ապա մեղմորեն ժպտալով շարունակեց ճանապարհը։ Նրանցից եւ ոչ մեկի մտքով չէր էլ անցնում, որ այդ խորհրդավոր անցորդը պիտի փոթորկի իրենց հոգին եւ նրանց ընդմիշտ կապի Աստծու որդու վարդապետությանը։ Վերջապես նա կանգ առավ հայոց արքայի պալատի առջև։ Անծանոթը Սուրբ Թադևոս առաքյալն էր, Քրիստոսի հավատարիմ աշակերտներից մեկը։ Եկել էր պատվիրանով, նրա համբարձվելուց հետո, եկել էր իր տիրոջ կամքը կատարելու։ Աբգարին հայտնեցին եկվորի մասին։ Ես հավատացած եմ, որ դա այն մարդն է, որի մասին Հիսուսը գրել է։ Արդեն ինձ լուր են բերել, որ մեր քաղաքում մի անծանոթ մարդ է հայտնվել եւ պալատի տեղը հարցրել։ Ես հավատում եմ, որ դա նա է, իմ ցավերը բուժողը, ներս թողեք նրան։ Թադևոսը ներս մտավ, նրա երեսի վրա սքանչելի տեսիլք երևաց Աբգարին։ Ցավը զսպելով, նա գահից դժվարությամբ վեր կացավ եւ երեսի վրա ընկնելով եկվորին երկրպագեց։ Շուրջը գտնվող բոլոր իշխանները զարմացած իրար նայեցին, որովհետև տեսիլքը չիմացան։ Իսկապես դու օրհնյալ Հիսուսի աշակերտն ես, որին խոստացավ այստեղ ուղարկել եւ կարող ես իմ ցավերը բժշկել։ Իմ Տեր Հիսուս Քրիստոսի համբարձման օրը ես երդվեցի, որ կկատարեմ իմ տիրոջ կամքը։ Եթե դու էլ հավատաս նրան Աստծու որդուն, քո սրտի բոլոր ցանկացածները կստանաս։ Այս խոսքերից հետո Թադևոսը քարոզեց ավետարանը նրան եւ ամբողջ քաղաքին, ձեռքը վրան դնելով նրան բժշկեց, ինչպես նաեւ քաղաքում եղած բոլոր հիվանդներին ու արատավորներին, եւ բոլորը հավատացին եւ մկրտվեցին, ինքը, Աբգարը եւ ամբողջ քաղաքը։ Փակվեցին կուռքերի մեհյանների դռները։ Սիրելիս, սա մի կյանք էր տառապալից։ Նա թագավոր էր։ Նա գահի վրա նստած էր ցավակար, բայց նրա հավատքը, անկեղծ ասեմ, սա մի տարօրինակ հավատք էր նրա հավատքը։ Ընդհանրապես թագավորներն այնպիսին են, որ նրանք կարծում են իրենք են որ կան, բայց այս անձը ինքը Քրիստոսից ընդամենը լսել էր։ Ուր էր Եդեսիան։ Այն ժամանակներում մեր ասեմ ձեզ, մեր հայ երկիրը բաժանված է եղել մասերի, տարբեր տեղամասերի, դեռ չենք եղել պետություն, որ եղել ենք Տիգրան Մեծի ժամանակով, եթե չեմ սխալվում։ Բայց ասեմ ձեզ, սիրելիներ, այս թագավորը ինքը լսել էր Հիսուսի մասին եւ ամբողջ նրա գրվածքը հուզում է իմ հոգին, թե ինչպիսի հավատք եւ ինչպիսի հույս էր ներշնչել նրա կյանքում։ Այդ տարիները մենք չգիտենք 7 տարին կար դեռ որքան նա սպասեց, մինչդեռ որ Թադեոսը եկավ նրա մոտ։ Նա լսել էր, բայց հավատում էր։ Նա հավատում էր,
Նա սպասում էր Հիսուսին, նա սպասում էր Աստծո որդուն, բայց Հիսուսը չեկավ, դա ինչ կապ ունի։ Ինչ է, այսօր քեզ համար պարտադիր Հիսուսը պիտի այցելի քեզ մոտ, որ դու համարված լինես բժշկված։ Ով էր Թադեոսը, աշակերտ էր նա, սիրելիս, առաքյալ Քրիստոսի աշակերտներից մեկը, ասում է եկավ, որովհետև Հիսուսը ուղարկել էր նրան, պատգամ էր տվել նրան, իսկ ինչ է այսօր, եթե ոչ նույն պատգամը, որ մեզ Սուրբ Հոգին անդադար տալիս է։ Բժշկեց, որովհետև այն խոստացված խոստում էր, սիրելիս, Աբգարը բժշկվեց, որովհետև նա հավատացել էր այն խոստումին։ Նա հավատացել էր դեռ չտեսած ոչինչ եւ ասում էր կամ դու Աստված ես կամ Աստծո որդին։ Ինչ էր նշանակում դա։ Նա բժշկությունից հետո մնաց հավատացյալ։ Ես ուղղակի չուզեցա ամբողջը դնել, քանի որ այն ժամանակատար է շատ, բայց ասում է Աբգար թագավորը Թադեոսի հետ Եդեսայի փողոցներում քարոզում էր Տիրոջ ավետարանը։ Դու հասկանում ես, որ այս թագավորը գահից իջավ։ Իսկ մենք Արդյոք մենք գահից իջնում ենք, մարդիկ, եկեք ճիշտը խոսենք, այս Աբգարը ասում է իր գահից իջավ ցավերի մեջ ու ասում է բժշկվելուց հետո քարոզում էր Թադեոսի հետ Աստծո ավետարանը։ Սա է սիրելիս, այն չի, որ դու միայն քեզ վերցնես ընդունես, դե ասես հաջողություն, ցտեսություն, մարդիկ, ցտեսություն Հիսուս Քրիստոս, շնորհակալ եմ, որ բժշկեցիր, հա, ոչ, ասում է նա քարոզում էր։ Նա ապրում էր Հիսուսով, հետաքրքիր մի թագավոր էր։ Ես չեմ կարող պատկերացնել Աբգարի ու Տրտատի տարբերությունը շատ մեծ է եղել, սիրելիներ։ Այս ամենաառաջի թագավորն է եղել հավատացյալ, ասում են Տրտատի օրոք է հավատքը, ոչ։ Եդեսիայում այն ժամանակ դեռ Հիսուսը երկրի վրա եւ Աստվածաշնչի մեջ կա գրված, որ ասում է եկան նամակ էին ուզում հանձնեն աշակերտներին եւ հենց այդ նամակն է եղել, որ Աբգար թագավոր ուղարկած է եղել Հիսուսին։ Ես խենթանում եմ, անկեղծ ասում եմ, երբ որ կաշտում եմ այդ պահը, եւ ասում է Ֆիլիպոս ասեց այն աշակերտը գնաց Հիսուսին եւ ուզում էր Հիսուսին ասել եւ Հիսուսն ասեց ժամանակը մոտեցել է, մինչդեռ ցորենի հատը հողի մեջ չտարվի, չմահանա, փրկություն չի լինի ոչ մեկի համար։ Եվ հիմա սիրելիս, ուզում եմ հասկանաս, որ ամեն ինչ որ դու քո կյանքում ուզում ես բժշկություն, ուզում ես երջանկություն, դա ամեն ինչը գալիս է քեզանից։ Դա քեզանից է գալիս Աբգար թագավոր, թե դու հիվանդ ես, թե դու առողջ ես, այստեղ հարցվում է քո հավատքդ, այստեղ հարցվում է քո հույսդ, արդյոք դու այն ունես։ Դու արդյոք հավատում ես, որ կբժշկվես։ Ասում է, բժշկությունը հավատքի 99.9%-ն է։ Ես հավատում եմ, որ ես կբժշկվեմ։ Ես հավատում եմ, որ ես արդեն բժշկված եմ, անգամ եթե այն սիմպտոմները իմ հավատքին հակառակ են խոսում։ Ինչը մարմնավոր է ամեն ինչը, բժշկությունը մարմինն է, վերջով մարդիկ, եկեք ստույգ հասկանանք ո՞րն է իրականը։ Հոգին, խաղաղությունը հոգու, ո՞րն է բժշկությունը, թե ուղղակի մարմինդ բժշկվի, բայց հոգիդ մնա հավիտյանս հավիտենից, խնդիրների մեջ, անհամաձայնության մեջ, ո՞րն է։ Եվ ասեմ քեզ, Աբգար թագավորի նման նամակդ ուղարկիր Հիսուսին, ուղարկիր նամակդ, նա քո նամակին պատասխանը աշտեն իսկ կարծում եմ թե տվել է, բայց այստեղ չի ասում Թադեոսը եկավ եւ ձեռք դրեց Աբգարի վրա եւ բժշկեց, ասում է Թադեոսը եկավ քարոզեց ավետարանը թագավորին, ուշադիր եղեք, այս կարևոր է։ Քարոզվեց ավետարանը, սիրելիս, միշտ հիշիր, մինչդեռ որ դու ավետարան չունենաս քո մեջ, բժշկություն ապրելը քեզ շատ դժվար կլինի։ Ասում է քարոզեց, հետո բժշկեց։ Բժշկությունը քո սկսվում է ոչ թե բժշկությունից, այլ սկսվում է քարոզչությունից։ Քո բժշկությունը սկսվում է ոչ թե բժշկությունից, այլ սկսվում է Աստծո խոսքից։ Աստծո խոսքը ինքը քո բժշկությունն է։ Ցավոք սրտի, շատերին եմ ասում, բայց այն Աստվածաշունչը մնում է փակ, անդադար հորդորանքների հիմքի վրա, բայց այն մնում է դեռ փակ, որ պիտի բաց լիներ։ Եվ ես հիմա սիրելիներ, ուզում եմ այս քարոզչությունից հետո
ասում է քարոզեց, հետո բժշկեց։ Եվ ես ուզում եմ այս քարոզչությունից հետո, եթե ինչ որ մեկը Աբգարի նման ընդունող սիրտ ունի, թող որ բժշկված լինի Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ ես վերջին երկրպագությունն եմ տալիս եւ վերջացնում եմ։ Հիսուս իրենից, հապվիր ոտքերից, թող ոտքերս լավանան, որ քո հետքերով գնան։ Հիսուս իրենից, հապվիր ձեռքերից, թող ձեռքերը զորանան, պարկիդ համար վերաբարձրանան։ Հիսուս իրենից, հապվիր աչքերից, թող աչքերը իմ բացան, որ քո հրաշքները տեսնան։ Հիսուս իրենից, հապվիր աչքերից, թող աչքերը իմ բացան, որ քո հրաշքները տեսնան։ Ոտքերս լավացան, ձեռքերս զորացան, աչքերս բացվեցին, մարմինս բժշկվեց։ Հիսուս իրենից, Հիսուս գովելիս, սիրտս լցվեց քո սիրով, սպասում եմ ես քո հույսով։ Սիրտս լցվեց քո սիրով, սպասում եմ ես քո հույսով։ Հիսուս իրենից, հապվիր մարմնից, թող մարմինս բժշկի, որ մեկ հայրը փառավանի։ Հիսուս իրենից, հապվիր իմ սրտին, թող որ սիրտս լցվի սիրով, խոսքդ պատմեմ ցավոքով։ Հիսուս իրենից, հապվիր իմ անձին, թող ապրեմ հույսով լցած, ճամփաստինի լուսավորված։ Հիսուս իրենից, հապվիր իմ անձից, թող ապրեմ հույսով լցած, ճամփաստինի լուսավորված։ Ոտքերս լավացան, ձեռքերս զորացան, աչքերս բացվեցին, մարմինս բժշկվեց։ Հիսուս իրենից, Հիսուս գովելիս, սիրտս լցվեց քո սիրով, սպասում եմ ես քո հույսով։ Սիրտս լցվեց քո սիրով, սպասում եմ ես քո հույսով։ Սիրտս լցվեց քո սիրով, սպասում եմ ես քո հույսով։ Սիրտս լեցվեց քո սիրով, սպասում եմ ես քո հույսով։ Այո, սիրելիս, հույսը երբեք մեզ չի լքում։ Հավատացած ես ասում եմ, վկայում եմ Տիրոջս այն երկու աչքերի առաջ։ Հավատացած եղիր սիրելիս, կանգնիր ոտքի ետե, հարգել գիտես Տիրոջը։ Հույսը երբեք չի լքում։ Սիրելիս, Տիրոջ հույսը այնպիսի մի հույս է,
Անհույս վայրում քեզ երբեք չի հուսալքում։ Նա տալիս է, նա բերում է իր ժամանակին, նա հասկացնում է, եթե քո սրտի մեջ կա այն սերը նրա հանդեպ, եթե դու քո սրտի մեջ ապրում ես նրա սերը, եթե դու սիրում ես քո Տեր Հիսուսին, եթե դու պաշտում ես, եթե դու անսասան կախված ես, կառչած ես, այն կենդանի ծառիցը, այն վեմիցը, եթե դու թաքնված ես այն ամրոցի մեջ, եթե դու նրան դարձրել ես քո կյանքի Տերը, եւ փրկիչ, ինչու եմ ասում սա, եթե եւ եթեներ, եթե, ապա չեմ կարծում, որ Տերը իր բժշկությունը քո կյանքում կուշացնի, եթե դու հավատում ես, որ նա Աստված եւ Աստծո որդին, ինչպես Աբգարը, ապա բժշկությունը քո շուտով տեղի կունենա, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն մեկիդ համար, ով որ այս խոսքը լսեց, եթե դու ունես ցավ, այս հիմա ես եմ աղոթում Հիսուսի անունով, սիրելիս, եթե այս խոսքը դու ընդունեցիր, եթե այս խոսքը հասավ քո սրտին, եթե այս խոսքի քարոզչությունը դու որպես երկնքից տրված խոսք ընդունեցիր ու լսեցիր ու հավատացիր, ես Հիսուս Քրիստոսի անունով հռչակում եմ քո բժշկությունը։ Ես Հիսուս Քրիստոսի անունով աղոթում եմ, թող որ քո բժշկությունը այս պահին կայանա քեզանում։ Եթե դու հավատացել ես, որ նա Աստծո որդին է եւ Աստված։ Շնորհակալ եմ քեզանից իմ Տեր։ Շնորհակալ եմ քեզանից իմ Հիսուս, իմ սքանչելի, իմ պաշտելի, չգիտեմ, Տեր, այնքան աղքատ են բերանից բառերը, այնքան աղքատ են, Տեր, այս բառերը, որ մեկ-մեկ ուզում եմ ոչինչ չասել եւ մեկ-մեկ ուզում եմ դու նայես իմ հոգու, սրտի բառերին, նրանք բառեր տարեր չեն, բայց նրանք երկրպագում են քեզ կենդանի Աստծո որդի, նրանք երկրպագում են քո առջև ընկած հող ու փոշի նման, երկրպագում են քեզ, պաշտում են քեզ, սիրում են քեզ, Հայր։ Ես ասել եմ ու ասեմ, մարմնիս ամենա փոքր, որոնք բջիջներն են իմ մարմնի, ամեն մի բջիջը պաշտում է քեզ եւ ոչ մի բջիջ Տեր մինչեւ առ այսօր քեզ հակառակ չի գացել, որովհետեւ սիրում է քեզ նա, սիրում է քեզ Տեր, մի բան է դու ես սիրում, մի բան է ես եմ սիրում, տարբեր բաներ են սրանք, սիրելիս։ Շնորհակալ եմ քեզանից, Տեր։ Շնորհակալ եմ քո այն թանկ խոսքիդ համար, որ լեցնում եմ կյանքը։ Շնորհակալ եմ քո այն խոսքիդ համար թանկ, որ բժշկում, ոռոգում է։ Շնորհակալ եմ այն ջրերիդ համար, որ ժամանակ առ ժամանակ այս հրեշտակը Սուրբ Հոգու տեսքով գալիս է եւ շարժում է այն ջրերը, Տեր։ Շնորհակալ եմ։ Գցվիր մեջը, գցվիր մեջը, գցվիր մեջը եւ բժշկվիր։ Եվ եղիր բժշկված Հիսուս Քրիստոսի սուրբ փառավոր անունովը, ինչ որ մեկը թող ասի, ամեն, ինչ որ մեկը թող ասի, հալելույա, ինչ որ մեկը թող ասի, քեզ փառք ու պատիվ Տեր Հիսուս, հավիտյանս հավիտենից, ամեն։